Բարև հեռուստադիտող բարեկամներ, գաղտնիք չէ, որ մարդկության պատմության հնագույն շրջանն անվանում են քարե դար կամ պալեոլիթ, որովհետև աշխատանքային գործիքները պատրաստում էին քարից։ Արհեստ ծրագրի այսօրվա եթերաժամին պատմելու ենք բնության անքակտելի մաս կազմող քարի մասին։ Հայաստանում քարն օգտագործվել է շինարարական, տնտեսական, կենցաղային բազմազան բնագավառներում, ինչպես եւ գեղարվեստական ստեղծագործության մեջ։ Քարագործությամբ զբաղվող արհեստավորները կոչվել են քարգործ, քարհատները, որմնադիրները, տնտեսական եւ կենցաղային քարե իրեր ու սարքեր պատրաստող քարկոպ վարպետները, քարի վրա գեղարվեստական քանդակ, փորագրություն անողները, անգամ ականավոր ճարտարապետները։ Քարագործությունը հաճախ վերափոխվել է արվեստի եւ ցայսօր պահպանում է իր ավանդական ուժն ու զորությունը, ինչի վկայությունը մեր քարակերտ կոթողներն են։ Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում հայտնաբերվել են մարդու աշխատանքային գործունեության բազմաթիվ հետքեր, մասնավորապես նրա կողմից պատրաստված քարե գործիքներ ворձաքարից, բազալտից, կայծքարից եւ այլ քարատեսակներից։ Հայաստանում հատկապես նշանավոր են Արագածի փեշերին բարձրացող Արտին լեռան վրա եւ Արզենիում գտնված հնավայրերը, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ։ Արտին լեռան կայաններից եւ Ազոխի քարայրի ստորին շերտում հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700,000 տարվա վաղեմություն։ Քարից այսօր կարելի է ստանալ համարյա ամեն ինչ, կենցաղային իրերից մինչև շքեղ շենքեր։ Տեխնիկայի զարգացումը միայն խթանում է այս արհեստի զարգացմանը։ Մնում է միայն անհրաժեշտ ներդրումներ անել եւ քարով հարուստ մեր երկրում զարգացման նոր աստիճանի հասցնել քարագործությունը։ Արհեստի զարգացումը առաջնահերթ կախված է վարպետից։ Միայն նրանք են դառնում լավ վարպետներ ու գործի կրողներ, ովքեր արհեստավարժ են, մասնագետ էությամբ ու կոչումով։ Իմ հերոսն այս մարդկանց շարքից է։ Իր պարագայում ժառանգաբար փոխանցված զբաղմունքը դարձել է ամբողջ կյանքի գործ։ Պապս քարագործ է, պապիկս քարագործ է, հերս քարագործ է, ես քարագործ, երկու տղաս քարագործ, երևի իրանց երեխեքն է քարագործ կինին։ Ես միշտ ասում եմ, դաժե աղջիկ էլ ծնվի, էլի պիտի քարագործ։ Շատ նմրակ ուջի, հիշում չում։ Բայց սաջիկի ժամանակ էլ էր հայատն առաջ հայատները մնալ այդ ուստեք են գործնելիս։ Գործիքներն օխրուշն ցերքավալալ, չնայած կրայոններից թաղի խոխոնցավ, այնուր պապա դաժե պարտնորայել կայսերա քարտաշին հետ, որտև խոհենք ինչ է հայատումը, շատ մնակ ուջից։ Բայց են ժամանակվանից, որոշ հացմնավ պիտի քարտաշտանա։ Այրունումը տիա դրով։ Ու ամենակարևորը, որ ինձ վարկյանը չեմ փոշմանում, որ եթե մի հետ էլ ծնվիմ 100% էլի քարտաշ կտրնամ, 100%։ Որտև սարքերոս բացի ուրիշ պերանում չի։ Քարը կտրեմ, քարը տաշեմ, տինեմ, մեր տիրացավը խանեմ, մեր տիրացավը ինչ-որ տխրվում, ավելի լավ կարեին քանեինք ավելի։ Պիտի ապրում ենք։ Լավ մասնագետների մոտում էր, երկու վարպետս տատիկ-պապիկն է սարքավ, ամեջապես։ Հետո որ վարպետը մանցկացավ, իրանց գործիքը նվիրան ինձ, բար ասած չակվիչու։ Ինչև ես որ չակվիչու շարունակում ան գործ անելը։ Այդ չակվիչու հետո ես փոխանցելու եմ տղոցս։ Այն ժամանակ սվերելը գիտեմ քուցար, 2 տարի, 3 տարի։ Վեշտ հա, անուն թունակ ընկրալ, մինչև սվերաչ ընկեն աշճանի, կյա արդեն համոզված են ինվետ ու վարպետս, վերջններ ցանկացած վարպետ նվիրի մայրան աշակերտի մի գործիք վերևեր պիտի պահե։ 2-3 տարի սվերալում, հետո քեցա բանակ եկավ, հետո ստոցին հետ գործ ըրավ, արդեն իրանք շատ են լամыз։ Հրաշք մարդիկ են դա։ Մուքեն եմ ձգտում, նման մարդերնանք, նման ձևի ապրինք, բայց չգիտեմ, ամենակյամ, թայամյան չկյամ, կրելու չենք, որտև այն չխեն մտածելակերպը սավսեմ որի ձևի արար, մենք որի ձևի են շինար, որի ձևի ատերավ։ Երբեմն հարց է առաջանում, մասնագիտությունն է ընտրում մարդուն, թե մարդը մասնագիտությանը։ Փաստն այն է, որ ամեն մի մասնագիտության կրող օժտված է յուրովի հատկանիշներով։ Չմոռանանք նաև անհրաժեշտ գիտելիքների իմացության մասին, ինչը մասնագիտանալու հարցում ամենակարևորներից է։ Բյուրգերներն լոխնին ձևի ինը, քարտաշներն լոխնին ձևի ինը, տաքսիստներն լոխնին ձևի ինը,
ամեն բնակավարում աշխատելուց մարդիկ նմանվում են սաղ իրար վեր ասինքա բժիշկները օրից ձևին, դասատուեք է օրից ձևին։ Որտեղ դա յուրատուկ պեներ կարում չեմ բացատրեմ խեյատի, բայց դեպի է։ Գործը, իհարկե գործը բարի է շինը մարդուն։ Քիմիա պետք է, ֆիզիկա պետք է։ Այս որ ստիպմաններ ես ծալում եմ, ես դպրոցում լավ չեմ սովորել։ Բայց այս 35 տարում եմ։ Այս քարի մեջին ինչ կա, խե կա, եւ այսքանը գիտելավ, պիտի կարիս կյասս ինսենաշյան հոնց կտրիս։ Այս քարը առաջարկում ես, դրսումը կապրել, դրսումը ապրել չի։ Պիտի գիտես դրա մեջ ինչ կա։ Ամեն ինչ, մաթեմատիկան պետք է։ Բայց պետք չի շատ մտածել։ Վեր կյամն գործանում մտնիս, սկսիս, սոված կենաս, կյան երկու հետ քեզ խափին, կյան յորոնին տանին, փողոտան ոչ։ Լող խքր կյալում այն գիմտեղը, հա մաթեմատիկայի սվերեմ, հա ամեն ինչ կյամ այն գիմտեղը։ Սովորական քաղաքացիներս անտարբերությամբ ենք մոտենում քարին, քանզի նրան նայում ենք որպես շրջապատում հանդիպվող սովորական մի երևույթի, այնինչ քարն իրենից ավելին է ներկայացնում, դրանց մեծ մասն օժտված են մոգական հատկանիշներով, մեր երկիրն այս առումով բացառիկ է։ Հոնքը լիքնա, այդ տոֆի անքնա, տարաբերցին ունենք, բազատներ ունենք, ֆերզիտ ունենք, մրամորներ ունենք, գրանիտներ ունենք, օնիքսներ ունենք, ամեն գույնի կա այս մի հասկացողություն, որ այս քարը լավ քարա, այս մինը այդքան լավ չի, դի հասկացողություն չկա մասնագետի համար։ Լավ քարը գրանիտնա, արևի տակ չի դիմանում։ Լավ քարը տուֆնա, ասենք խոնավտե չի աշխատում։ Ամեն քար իրան տեղում է։ Ոնց երկարագնդի ամեն մարդ իրան տեղը պիտի ճարի, քարն էլ է պիտի ճարա։ Դες ոնց է, հադրութեցիկ նման են հադրութա քարի։ Մարտակերտիկ նմանը մարտակերտ է քարի։ Եվ սա բնական է։ Հադրութը մաճող ծառը մարտակերտ, եթե աճի էլ դիչացը։ Ամեն բնական պայմաններում ծնված, մեծացած արական կամ մարմինը կամ մարդ նման է իրան տարածքին։ Վատ քար, սաղ քարն էլ լավ է։ Սա իշխած հյուրցերքի է։ Ցանկացած պետք, աստիճանի ոտքեր, այդ պադակոնիկները, սեղան, կուխնու այդ ստալիշնիցային ասում, քարի հետ գարնիզներ, չգիտեմ, ամեն ինչ։ Ոզում եք լող մի սեկունդում əməlkə, deyim ki, 20 տարի առաջ վեր պատմիր վես քեստի ստամոքներն, դա ֆանտաստիկ պենան են, դա ես հվատար չեմ։ Կամաց əməlkəm։ Ոստում եք թայ դինք, ու քասիկ։ Երկու սյուրն հետ փրմչ, պիտի կամաց անենք։ Լող սպասում եմ վեր եսա նախագահն նանա, վարչապետը նանա, էմինը, վեշ պեներ հույսը տիրքը զրա, նա երկրի մասին ապշի մտածում, պրիչում տուտ կյակը զետի գործակ, գործանիս, կրետի ստանոկանը, տիպենին եմ չի։ Այն, որ զարգացում այս արհեստի մեջ կա, նկատելի է, մարդիկ սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել քարաշեն իրերին, կառուցվող տներն էլ պատրաստվում են քարից նրբաճաշակ զարդանախշեր ստանալով։ Ես որ փոքր եմ իլա, վեր մին գործ ունարալ, ասամար այս սահեսքանը հիբն տաշում, հիբն պերեմ հսցնım, ու əmələ եկավ։ Մենք այսքան ստանոքները կա, էլ էինք ասում, արա այսքանը հիբն կտրում, այսքանը հիբն չի։ Եվ սա ժամանակը ամեն 20 տարամին մի հատ ընձևի պենա փոխում, մանավանդ այս վերջի մարդկության զարգացման հետ կապված այնքան արագ զարգանում ամեն ինչը վեր։ Հիմա ես միշտ ասում, մին ավակ դայլար, մուխան դայլար, վերքյան տստանստի այս ստանոքները վեսի տինմա կտրում, սորտորեն կճակ հետ մարդիկ մարն, ասում ես այս մուխեսին չն կլյանելիս, ես որ ամբողջ աշխարհի երկու գերնպատակ ունեն, արագություն ու մեկ էլ որակ։ Այս երկուսի մեջ ծնվում է էժան, կարում ես դուսկյաս շուկայական, շուկա ես դուսկյան։ Ասինքը, եթե մեծ զավոդ է, շատ ստանոքներ է, արագությունը որակը տեղն է, ինքը կարում է էլի ավելի զարգանա։ Իսկ ինչքան ստանոքները քիչ ինի, ինչքան գործը դիդաս ոչ, շատ ուշ է զարգանում։ Ոչ մի քայլ հետ չենք մնամ որակականավ, բայց քանակականավ շատ ենք հետ, որտեղ դրսում շատ մեծ հաստոցներ կա, շատ մեծ գործարաններ կա վերևետ, շատ հզոր գործեր են անում։ Շատ երկրներ են միլար, այնտեղ վաղուց քարագործությունը արհեստը վերացած է, արվեստ է տրած, որտեղ ձևի ֆանտաստիկ գործեր անում, եշիմ ենք նախանձվում, բայ նախանձա իհարկե, իրանք կարում եմ մոնք հանակարում չենք,
Բաստա ժամանակի հետ կապված մուքեր են գրելու։ Ի վերջո, ամեն բնագավառի զարգացման հիմքում երիտասարդ սերունդն է։ Քարի վարպետ Հովիկ Հակոբյանը 2 դասի է բաժանում մերօրյա երիտասարդներին։ 80% երիտասարդները մանավանդ տղա։ Կեսը ստամատոլոգ է դառնում, կեսը պրոկուրոր։ Ոչ այդքան խուլիգան կա մեր երկրում, ոչ այդքան ավազակ կա։ Այն ինչքան մարդապետ երկալած։ Ինքն էլ համարյա լողջա է։ Այս ծնողները պիտի իրանց փոխոնցածին բալա, վերեկուս մին կտոր հացինի քեզ օտիս։ Եկ քեզ տանի մի փեշակ սվացնի։ Այդ փեշակն էլ լավ սվերի։ Վեր կարիս քո ընտանիքդ պահիս։ Հյուրը խոսում ասма դիպլոմից էքսկրիանում գործանի։ Այդ ծնողներն վերը գյուղում մի թարավ երկու կարտոշկային վարում, բերեմ, ծախում իրանց խոցը 90-ին փողը տա։ Այդ դասախոսներ յորանում, լավանում է յորանում, բայց դե մի կակ եմ մատերիալ չշինը, վեր թողան կարի իրան կյանքը հետո ապահով է։ Կյամ չն սվերի։ Այն վերն էլ կյամ ասեցի ղաշան խոխենք ունի։ Վեր տեսած ինչ խոխենք են։ Պեյան պետ սանում։ Պատկերացրեք մի ամիս աշխատող երեխան ինձ ասում է կարելի է ստի կտրած ստի էկոնոմիա դառնում։ Սա հրաշք չի։ Այս չի իմ նպատակը ստա չի։ Այդ խոխան ինձ ստա է պետք։ Որտեվ ես ինչքան կարի մեզ քարերի մեջին ես էլա չէ մարդ մինպեմ է շատ կենեմա պնդմա։ Դե վեր պնդմա ուրեմն գոշչանում։ Այս ջահերներն արդեն ինձ հունց ես իմ իմոստոսս քյոմ է գերա։ Այս ջահերներն արդեն ինձ ընդի քյոմ է ջնա։ Կողքես մի օդ ինը ջահել են գործանում։ Այսօր տոն շիները պատկերացնում եք ինչա։ Որից 200 տոն շինը։ Ու մեջին արդեն ապրում։ Այնքան բարեխիղճ աշխատողներ ունի, այնքան խելոք աշխատողներ ունի։ Ուրեմն տեսքունց է։ Կյամը մինչև ժամը 10-ը գործանում 8-ից։ Կինամ 9-ը։ 10-ը պրծնում ժամը 4-ին կյամ նորից տը շարունակա։ Ինում ավեր կյամն ասմազում են գործանինք։ Առաջի հարցը ինչում ստնամ։ Ես էլ եմ հասկանում այդ մարդը։ Բայց արդեն սազու զգմս վեր այս հոխան կլան չի այդ գործանը։ Որտև օշը մտքը ինչ աստնամ։ Եվ նորից եմ կրկում, դա էլ է բնական է, մարդը ընտանիք է պահում։ Եկալա տրահետի։ Բայց հենա կյամ ասմա թակի կյամ սվերիմ գործանին։ Ու կյամը մինը կա օրինակ 5 օրում նա սվերիմ, մին ստանոկը։ Մինը կա սվերիմ չի։ Իրանց էլ կատամետ տաշկան, պանետեն կցե զիբիլը, քարին ատխորները։ Իրան տայաց եք տամ։ Ես եմ միշտ ասում եմ, դուք մինչև սվերիք ինչ, ձեր փողոշը տնան չի։ Միգուցե ստի կարիմ, ստիպիմ իրանց սվրցնին։ Ասում են, երբ մարդ ցանկություն է ունենում, հաղթահարում է ամեն մի դժվարություն։ Մյուս բոլոր պարագաներում պատճառները կան ու կան։ Այսօրվա արհեստն այսքանով սպառվեց։ Մինչ նոր հանդիպում։